ասած կրկնակի խոցելիություն ունեմ, որովհետև Գյումրին Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակով ամենաբարձրն է եւ այստեղ ցավոք սրտի մենք ունենք այնպիսի հնարավորություններ, ինչը կա Երևանում եւ ձեր աջակցությունը շատ կարեւոր էր, որովհետեւ նույն ընտանիքներում նույն երեխաները հնարավորություն ունեցան շատ կարճ ժամանակահատվածում ծանոթանալ եւ ենթակառուցվածքների եւ հնարավորությունների եւ աջակցություններ ստանալ, ինչը իրենց տվեց նաեւ ընտանիքի զգացողություն, որ սա իրենց նոր տունն է։ Մի քանի կանանցից ես լսեցի, որ մենք Գյումրին ընտրել ենք, որովհետև ասեցինք դարդ ունեցող մարդիկ մեզ կհասկանան, այսինքն ճիշտ հակառակներ կար։ Այս ծրագրի գլխավոր ինձ համար կարևոր առանձնահատկությունը որն է, որ շեշտը հոգեկան առողջություններ, որովհետև հիմա ծրագրերը շատ են հումանիտար օգնություն, սոցիալական, այդ միանշանակ կարևոր է, բայց դրանք մեկ անգամվա օգնություն են, որոնք մի օր կավարտվեն։ Իսկ երբ որ մարդը հոգեպես արդեն կայունացած, ինքը կգտնի իր ապրուստի միջոցներ։ Այսինքն այդ հոգեկան առողջության վրա մեխը դնել ինչ անում է ծրագիրը ամենակարևորն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ծնողներին, որովհետև ծնողներից էր գալիս նաև ծրագրի արդյունավետությունը։ Հուսով եք, որ կարողացել եք մի փոքր թևեր տալ նաև ձեզ եւ երեխաներին այս ոչ հեշտ ժամանակներում։ Թևերը տալիս եւ այդ թևերի մի մասն էլ եղել է մեր գործընկերները, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Հայելի, ասա ինձ, Ուզում եմ շնորհակալություն հայտնել թևեր ծրագրին։ Իրոք մեծ փոփոխություն ա եղել։ Տանից դուրս չէր գալիս, շփում չկա, այնքան որ նախակրթարան է, դպրոց, տուն, որտեղ ենք դուրս գալիս, ոչ միտեղ դուրս չեն գալիս, բայց ստենց տարբեր տեղեր մասնակցում էինք, թե չգիտեմ, այդ հոգեբանական այդ ծրագրին եք մասնակցել, լողին եք մասնակցել, Ես գնացել էինք Էջմիածին, Օշական, այդ բնությունը անգամ որ ասում ամեն ինչը մեզ ուրախացրեց։ Մեր երեխաները ավելի աշխուժացան, իրար հետ շփվում էին, մեր Ղարաբաղի լեզվով։ Ճիշտն ասած, աղջիկս ամեն գիշեր լացում էր, հատկապես եթե հայրենասիրական երգեր էր լսում կամ Արցախի մասին, թեկուզ Արցախանուն էր լսում։ 7 տարեկան երեխան իր աղոթքի մեջ նա ասում է, թեկուզ ես մահանամ, մեծանամ, մահանամ, բայց բոլորը վերադառնանք Արցախ։ Ինքը գիտի թե ինքը մահանա, ինչ որ մի ձև օգուտ կտա, 9 տարեկան էլ տղասը ասում է, ստեղ ամեն ինչ կա, բայց այն ուրախությունը չկա, այն ուրախությունը չկա, որ Արցախում էր։ Վատ հոգեբանական վիճակի մեջ էինք, ուղղակի մենք գիտեք ինչն է մեզ ուրախացրել, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք կարող են մեզ ինչ որ մի բանով օգնել եւ սատար կանգնել։ Մենք շատ դրա համար շատ շնորհակալ ենք, որ այդ դժվար պահին կան այդպիսի կազմակերպություններ, որ կարող են իրենք կանգնել թիկունքում եւ օգնել։